Հույսով եմ, որ այսօրվա միջոցառումը, այսօրվա ներկայացումը կանդրադառնա այն կարևոր ֆենոմեններից մեկում, որ մեր հասարակությունը ամենօրյա կյանքում տեսնում է, ձեռներեցությանը։ Ինքը իրականացվել է հետազոտությունը գլոբալ ձեռներեցության մոնիտոր կառույցի շրջանակներում, որը շուրջ արդեն մոտավորապես 27 տարի է աշխարհով մեկ իրականացնում է նմանատիպ հետազոտություններ։ Ամեն տարի մոտավորապես 200,000 մարդ աշխարհում մասնակցում են նմանատիպ հարցումներին եւ ավելի քան 3000 փորձագետներ են մասնակցում։ Հայաստանի դեպքում սա երկրորդ փորձն է իրականացնելու այս հետազոտությունը։ Ես գլխավորում եմ ազգային թիմը, որը դա իրականացնում է Ամերիկա խորհրդատվական ընկերության շրջանակներում։ Ասեմ, որ մենք առաջի անգամ նմանատիպ հետազոտություն արեցինք 19 թվականին, որի արդյունքները եղան 20 թվականի ապրիլին։ Կարող եք բոլորդ պատկերացնել, ինչ ժամանակաշրջան էր, կովիդի սկիզբը եւ ցավոք սրտի այդ հետազոտությունը չստացավ անհրաժեշտ հասարակական արձագանքի։ Այս երկրորդ հետազոտությունը մենք իրականացրել ենք 24 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում, այդ մեծ հարցումը, որին մասնակցել է ավելի քան 2000 մեր Հայաստանի բնակիչներ, բաժանված համապատասխան մարզերով, դեմոգրաֆիայով, կրթության մակարդակով եւ մասնակցել է 37 հատ փորձագետ ներսում, որոնց նույնպես մեծ հարցում է իրականացվում։ Արդյունքները բավականին հետաքրքիր են, որտեղ մենք ունեցանք հնարավորություն համեմատել թե մեր նախորդ արդյունքների հետ եւ նաեւ համեմատել մեզ աշխարհի տվյալների հետ։ Ասեմ, որ այդ աշխարհի համեմատությունը շատ հետաքրքիր է կազմակերպված, որտեղ այդ հարցումը իրականացվում է նույն պահին ամբողջ աշխարհում, նույն մեթոդաբանությամբ, որը մեզ համար շատ կարեւոր է, որտեղ դու ունես լրիվ համեմատելի տվյալներ։ Ինչ է ցույց տալի հարցումը։ Ասեմ, որ մենք ունենք բավական բարձր ձեռներեցության միտվածություն մեր հասարակության մեջ, համեմատած ամբողջ աշխարհին։ Իրականում այդ ցուցանիշը շատ հետաքրքիր է, մանավանդ հաշվի առնելով, որ մնացած սովետական միության, նախկին սովետական միության երկրները միշտ ցույց են տալի ձեռներեցության նկատմամբ շատ ավելի ցածր հետաքրքրություն։ Սա երևի մեր սոցիալ-մշակութային, խորքային արդյունքների հետևանք է։ Ասեմ, որ իհարկե այդ ցուցանիշը նվազել է 19 թվականի նկատմամբ, մասնավորապես կարծում ենք, որ դրա պատճառը նա էր, որ 2019-ին հեղափոխությունից հետո բավական ավելի ռոմանտիկ պատկերացումներ կար ապագայի նկատմամբ եւ հետագան ցավոք սրտի այն բոլոր ճգնաժամերը, ինչի միջով անցավ մեր երկիրը, բերեցին տվյալ միտման նվազմանը։ Սակայն անգամ այսօրով մենք կարող ենք հստակ բնորոշել, որ Հայաստանը ձեռներեցության ուղղվածությամբ շատ ավելի բարվոք վիճակում է, Արևելյան Եվրոպայում առաջի տեղն է գրավում, իսկ աշխարհում 4-5-րդ տեղերն է կիսում։ Միաժամանակ պետք է նշել, որ մենք ունենք շարունակական դիսպրոպորցիա եւ խնդիրներ, մասնավորապես, որը վերաբերվում է գենդերային մասնակցությանը, ասեմ, որ այս ցուցանիշով բավական ցածր տեղեր են գրավում, անգամ այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին են իսլամական հավատանքին հետևող երկրները, որոնք որպես կանոն ավելի քիչ են կանանց դերը տեսնում ձեռներեցության մեջ։ Մենք այստեղ բավական խնդիրներ ունենք։ Ունենք խնդիրներ աշխարհագրական դիսպրոպորցիայի, որովհետև շարունակական ձևով հիմնական ձեռներեցությունը կուտակվում է Երևան քաղաքում, չնայած 19 թվականի նկատմամբ ակնհայտ մենք տեսել ենք մի հատ հետաքրքիր զարգացում, ձեռներեցությունը շարժվում է Երևանից եւ գյուղերից, սա էլ է շատ կարեւոր, սա նաեւ ապացուցում է մեր այլ հետազոտության արդյունքները, որ գյուղատնտեսությունը դառնում է քիչ հրապուրիչ, ավելի մեծ քանակով մարդիկ գերադասում են գյուղատնտեսությունից դուրս տեսնել իրենց ապագան եւ ձեռներեցությունը տեղափոխվում է ռեգիոնալ քաղաքներ։ Սա շատ ողջունելի միտում է, սակայն այս միտումը դեռ արտահայտումը իր չի ստացել, դեռ մեր հիմնական ձեռներեցությունը Երևան քաղաքում է։ Ասեմ, որ շատ կարևոր էր նաեւ բացահայտել այն խնդիրները, որ ձեռներեցությունը ունի, ի տարբերություն տենց ստերեոտիպային, ասեմ, որ մեր հետազոտությունները որպես կանոն նպատակ ունեն նաև ջարդել են ծուռ հայելիների իրականությունը, որ մենք ապրում ենք եւ շատ հաճախ ստերեոտիպներով ուղղորդված ինչ որ որոշումներ են կայացնում կամ կարծիքներ են հայտնում։ Մասնավորապես շատ կարևոր է, որ խնդիրների մեջ առաջնային խնդիրներից մեկը դա մեր ձեռներեցության կոմպետենցիաների եւ կրթվածության մակարդակն է։ Այո, մենք ձեռներեց ենք, բայց մենք չունենք անհրաժեշտ գիտելիքներ համեմատական մեր այլ երկրների նկատմամբ, որոնք թույլ են տալի ունենալ հաջողակ ձեռներեցություն։ Սա
շատ կարևոր է։ Ասեմ, որ նաև լրջագույն խնդիրներից մեկն է մեր խորին համոզմամբ դա այն, որ մեր երկիրը բավական ցածր տեղում է գտնվում օգտագործելով տարբեր տիպի թվային ինստրումենտներ, լավագույն դեպքում դա Facebook-ն է, Instagram-ն է, սակայն աշխարհը շատ ավելի լայն է, շատ ավելի մեծ է, եւ մենք հետարքիր մի հատ էլ ֆենոմեն AI-ը, հա, արհեստական բանականությունը ոնց որ թե մեծ հայփ է ստեղծել աշխարհով մեկ, բոլորը դրա մասին խոսում են, մեր ձեռներեցներն են դրա մասին խոսում, սակայն որ խորանում ես թե ինչ տեսակետից են դրան նայում, ակնհայտ երևում է, որ մենք լուրջ տարբերություն ունենք, երևի լավ չենք ընկալում այդ արհեստական բանականության հնարավոր ազդեցությունները։ Օրինակի համար մեր ձեռներեցների մոտ հստակ երևում է, որ նրանք տեսնում են այդ ինստրումենտում որպես հնարավորություն ավելացնել եկամուտները։ Մինչդեռ աշխարհում բոլոր դեպքերում արհեստական բանականությունը առաջին հերթին ուղղված է ծախսերի նվազեցմանը։ Եվ մեծ մասը ձեռներեցների տեսնում են այդ ինստրումենտը որպես ծախսերի նվազման միտում։ Հաշվետվությունը շատ մեծ է եւ այսօր ես փորձելու եմ շատ կարճ ներկայացում իրականացնել, որից էլ հետո կլինի պանելային քննարկում, որին հրավիրվել են այս ոլորտի լավագույն մասնագետները, դուք կարող եք մնալ նայել, իսկ եթե ժամանակի կամ այլ սղության պատճառով հնարավորություն չունենաք, մեր կայքում ինքը բաց դրված է, դուք կարող եք ծանոթանալ այնտեղ ըստ գլուխների, իմ կարծիքով ամեն մի գլուխ մի հատ հետաքրքիր ռեպորտաժի կամ մի հատ հետաքրքիր թեմայի հիմք կարող է հանդիսանալ։ Շնորհակալություն, պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Հետազոտություն նպատակը ըստ գլոբալ հետազոտության տեսակետից իր նպատակն է ապահովել համեմատելի տվյալներ ձեռներեցության մասին աշխարհով մեկ եւ Հայաստանը դրա մեջ մաս է կազմում, եթե տենց գլոբալ նայենք։ Ես կարծում եմ եւ ինչպես ցույց է տալիս փորձը ամբողջ աշխարհի մնացած երկրների, այդպիսի հետազոտությունների նպատակն է հիմք հանդիսանալ համապատասխան ռազմավարությունների պետական քաղաքականության ձևավորմանը, որոնք պետք է միտված լինեն այն խնդիրներին հաղթահարելուն, որոնք ես մատնանշեցի, բայց խնդիրները շատ ավելի շատ են, կարող եք տեսնել, եւ նաեւ հասկանալու համար որտեղ են այն աճի տեղերը, աճի կետերը, որի վրա կարելի է կառուցել ավելի ժամանակակից, ավելի բարեկեցիկ հասարակություն։ Երևի այսքանը։ Կան ցուցանիշներ, որը լավարկել են 19 Այո։ համեմատ կարակ նշել, Լավարկված ցուցանիշները մասնավորապես հետևյալն են։ Մենք 19 թվականին գուցե այդ ռոմանտիկ պատկերացումներից ելնելով բավականին գերագնահատում էինք մեր ունակությունները եւ կոմպետենցիաները։ Հիմա ոնց որ թե մենք շատ ավելի հստակ է եւ այդ կապը մեր ինովացիաների հետ շատ ավելի հստակ է։ Ասեմ, որ շատ կարեւոր եմ համարում, որ մեր ձեռներեցության մեջ աճել է միջազգայնացման միտումը։ Մենք էլ հասկացել ենք, որ մեր ներքին շուկայի փոքրությունը, որը երևի 2019-ին տենց ակնհայտ չէր, սահմանափակում է հետագա աճը եւ այդ իմաստով մեծ բավական աճել են այն ձեռներեցները, որոնք միտում ունեն գնալ դեպի դուրս, դեպի դրսի շուկաներ։ Շատ կարևոր եմ համարում նա, որ մեզ մոտ աճել է նոր բիզնեսների ձևավորման հետ կապված թեման եւ շատ ավելի մեծ քանակով երիտասարդներ են այդտեղ հայտնվել եւ կարծում եմ այդ երիտասարդացումը հիմքեր է ստեղծում ապագայի համար։ Այնպես չի, որ կան եւ դրական եւ բացասական զարգացումներ, խնդիրներ կան, որոնք մնացել են, կան խնդիրներ, որոնք նոր են գոյացել, 19 թվականին AI խնդիր չէր կարող լինել, հա, բայց օրինակ այս հիմա այդ խնդիրը նոր է գոյացել։ Հետապես ինքը տենց դինամիկ է եւ ես կարծում եմ այդ հետազոտությունները պետք է արվեն ռեգուլյար, որտեղ ոնց որ ինքը check-up է, հա, մարդու համար հասկանալու համար ինչ վիճակում է այս ոլորտը եւ դա պետք է անել ռեգուլյար 2 տարին, 3 տարին մեկ դու պետք է անպայման չափես այդ ջերմաստիճանը հասկանալու համար ախտորոշես ինչ ես անում հետո։ Ինչով եք բացատրում կանանց պասիվությունը շատ մտավոր։ Սա մեծ քննարկման թեմա է, շատ մեծ, որտեղ այսօր մենք անդրադարձել ենք թե մեր ժողովրդագրության ռազմավարության մշակման ընթացքում, թե զբաղվածության ռազմավարության ընթացքում,
խորքային վերլուծություններ ենք արել, փորձելով հասկանալու կանանց մասնակցությունը ընդհանրապես մեր ավելացված արժեքի ստեղծմանը, այդ թվում նաև ձեռներեցությանը։ Ասեմ, որ հետաքրքիր է, որ զբաղվածության ռազմավարության մեջ կանանց ձեռներեցությունը առանձին կարևորագույն ուղղություն է, որտեղ անգամ այն ժամանակ մենք տեսել էինք եւ ֆիքսել էինք այլ մեթոդներով, որ ունենք նմանատիպ խնդիր։ Ստեղ մի քանի ֆենոմեն կա, որը ակնհայտ է։ Սա իհարկե նա է, որ մեր հասարակությունում դեռ չենք կարողանում ճիշտ գնահատել այսպես կոչված խնամքի տնտեսության, խնամքի սեկտորի մեծությունը եւ իրականում դրա ազդեցությունը, որտեղ այսպես կոչված care economy-ն, որը մեր մոտ կայացք դա, ցանկացած տիպի խնամքի ձևեր են, հասկացած տան խնամքից, երեխաների խնամքից, հաշմանդամության խնամքից, ծերերի խնամքից, այս են ոլորտն է, որտեղ իրականում մենք դա չենք չափում, մենք դա չենք տեսնում, ինչը գոյացնում է որոշակի բաց մեր մոտ։ Իրականում ես չեմ կարծում, որ կանայք տենց պակաս զբաղված են։ Ես կարծում եմ հակառակը, եթե մենք լուրջ հետազոտենք եւ պլանավորում ենք այս տարի նմանատիպ հետազոտություն անենք, որ հասկանանք ինչպես են բաշխվում տվյալ պարտականությունները եւ ինչ ծանրաբեռնվածություն է դա գոյացնում։ Դա առաջինը։ Երկրորդը ակնհայտ է, որ մենք խնդիրներ ունենք երեխաների խնամքի հետ կապված ենթակառուցվածքների հետ, որովհետեւ մենք ունենք բավական հետազոտություններ, որոնք վերաբերվում են այդ խնամքի հասանելիությանը մեր աշխարհագրական տեսակետից եւ իրականում մեր մոտ կան բավական մեծ քանակով տեղեր, որտեղ զուտ անհնարության պատճառով կանայք չունեն այդ հնարավորությունը։ Երրորդ խնդիրը իհարկե մեր պատրիարխալ ընտանիքների արկայությունն է, որտեղ դեռ իշխում է այն գաղափարը, որ ամուսինը պետք է գեներացնի եկամուտ, իսկ կինը պետք է լինի հիմնական ծախսողը։ Դա նույնպես արկա է եւ դա բավական ազդում է դրա վրա։ Բայց մի հատ կարևոր բան ասեմ, որը նույնպես այս հետազոտության եւ մեր նախին հետազոտություններից բխել է, կանայք որպես կանոն ավելի արտադրողական են բիզնեսում։ Բացատրեմ ինչի։ Հայաստանում։ Այո։ Հայաստանում ինչի է դա կապված, այդ գալիս է որպես հակառակ կողմը լուսինի այդ պատրիարխալ ընտանիքի ձևավորման։ Լինելով պատրիարխալ ընտանիք, ոնց որ թե բոլոր սպասումները նրանից են, որ տղամարդն է լինելու եկամուտ բերողը։ Եվ կինը, երբ որ մտնում է ձեռներեցություն, ինքը շատ ավելի քիչ ազդեցություն ունի այդ պատասխանատվության ընտանիք պահելու եւ պատրաստ է գնալ շատ ավելի կարեւոր որոշումներին եւ ռիսկային որոշումներին, բայց մյուս կողմից որպես կանոն մեր ընտանիքներում էլի պատրիարխալ ընտանիքի հակառակ լուսնու կողմը որպես կանոն կանայք մեր ընտանիքներում բյուջեի կառավարիչներն են իրանք են տնօրինում ընտանեկան բյուջեն, որը բերում է նրան, որ նրանք ծախսերի տեսակետից նույնպես շատ ավելի էֆեկտիվ են, քան թե տղամարդիկ։ Եվ այդ երկուսի համադրությունը ռիսկի գնալու եւ բյուջե կառավարելու բերում է նրան, որ կանայք ավելի արտադրողական են։ Եվ ես կարծում եմ, որ կանանց ձեռներեցության ներդրումները շատ ավելի էֆեկտիվ են հանրային տեսակետից, մեր հասարակության տեսակետից, քան թե ներդրումները նույն տիպի տղամարդկանց բիզնեսում, որտեղ նրանք ավելի արտադրողական են։ Ես դա թվերով ապացուցված բան եմ ասում, այնպես չի, որ դա իմ կարծիքն է, հա։ Բիզնեսի նկատմամբ հետաքրքրության անկումը, բացի F-ը անկումից էլ ուրիշ գործոններ կա։ Ակնհայտ է, որ մենք ունեցել ենք շատ ծանր տարիներ եւ այդ տարիները եւ հիմա էլ ենք ապրում շատ ծանր իրավիճակ, որը ենթադրում է բավական մեծ անորոշություններ։ Անորոշությունները մի կողմից իհարկե ուղղակիորեն ստեղծում են հնարավորություններ, բայց եթե այդ անորոշությունները հնարավորություններից դուրս են գտնվում, իրանք սահմանափակում են բիզնեսի նկատմամբ հետաքրքրությունը, որտեղ բիզնեսը որպես կանոն ինքը ինչ որ քայլերի հաջորդականություն է միտված ապագա, եւ եթե դու քայլեր ես անում այն պայմաններում, որ չգիտես մյուս քայլդ ինչ խնդիրների կա, ինչ ռիսկեր կարող է պարունակի, բնական է, որ եւ դա աշխարհի միտում է։ Իմիջիալոց ասեմ նաեւ, որ աշխարհը ակնհայտորեն այս 5 տարիների ընթացքում շատ ավելի անկանխատեսելի իրավիճակում է հայտնվել, իսկ Հայաստանը առավել եւս բոլորս գիտենք այն բոլոր խնդիրները, որոնց մենք բախվում ենք։ Իսկ ՀՄԶ-ների վիճակը ինչքան է փոխվել, որտեղ առաջ Երևան կենտրոնացում, առևտուր, Դա ձեռներեցությունը մեզ մոտ շարունակում է լինել կենտրոնացված, դա խնդիրներից մեկն է։ Մենք ասեմ ձեզ, որ եւս երկու խնդիր ասեմ, որ ունենք։ Առաջինը ակնհայտ է, որ մենք այսպես կոչված էքստրակտիվ բիզնեսի տեսակի մեջ ենք։ Ինչ է նշանակում էքստրակտիվ կորզող, որ մենք հիմնականում մեր բիզնեսը կենտրոնացած է կամ էքստրակտիվ բիզնեսում, գյուղատնտեսությունից առաջնային աղբյուր ստանալ, եւ երկրորդը դա առևտուր։ Մեր բիզնեսի մոտ 54-ից 60%-ը գտնվում է այդտեղ, որոնք իրականում ցածր արտադրողական
գործունեության տեսակներ են։ Ուրախալի է, որ որոշակի իմաստով սկսել է աճել տրանսֆորմատիվ բիզնեսի տեսակները, որոնք արդյունաբերությունն են, հա, սկսել են աճել սկսնակ բիզնեսները եւ այլն, եւ ծառայությունների ոլորտը, որը նույնպես բավական աճ է տվել, մասնավորապես այդ IT high-tech ոլորտները, որտեղ ակնհայտ աճ է երևում այդ իմաստով։ Մյուս խնդիրը, որը մենք ունենք, դա որ մեր մեծ մասը բիզնեսների թիվը հիմա չեմ հիշի պրեզենտացիայի մասին հստակ ասեմ, բայց 50 եւ ավել տոկոսը բիզնեսների սկսնակ եւ շատ ավել արդեն գոյություն ունեցող գործող բիզնեսների իրանք միանձնյա են։ Մենք միկրո ձեռնարկատիրության տիրույթ ենք ու տարբերվում ենք դրանով աշխարհից, որովհետեւ մեր բիզնեսները չեն աճում։ Մենք սկսում ենք բիզնեսը, բայց այդ բիզնեսում մնում ենք միանձնյա։ Սա իմ կարծիքով նաև պետական քաղաքականության որոշակի շտկման եւ կենտրոնացման պրիորիտետների սահմանման խնդիր է։